Նշանավոր հովանավանքն է, աշտարակ քաղաքից մոտ 10 կիլոմետր հյուսիս-արևելք, Օհանավան գյուղում, Քասախի կիրճի աջափնյա բարձրադիր Սարապանդի եզրին։ Ավանդության համաձայն հովանավանքի հիմնադիրը Սուրբ Գրիգոր Լուսավորիչն է եղել, որն այստեղ է բերել եւ ամփոփել Հովանես Մկրտչի մասունքները։ Ենթադրվում է, որ այդ իրադարձության շնորհիվ էլ ուխտավայրը ստացել է Հովանավանք անունը։ Վանքը միջնադարյան Հայաստանի հոգևոր մշակութային եւ գիտակրթական կենտրոններից է եղել։ Վանքի գլխավոր Սուրբ Կաթողիկե Մեծադիր եկեղեցին կաթողիկեն, Գավիթը եւ Տապանատունը կազմում են ներքին տարածքով միմյանց հաղորդակից, հավաք եւ ամբողջական մի հորինվածք, Կաթողիկեի բարձր եւ վեհաշոկ գմբեթի ներքո։ Վանական համալիրի տարածքը հյուսիսային, արևմտյան եւ հարավային կողմերից շրջափակված է կիսաշրջան բուրգեր ունեցող պաշտպանական պարսպով, որի մուտքը գտնվում է արևմտյան հատվածի կենտրոնական մասում։ Արևելյան կողմից բնական անառիկ պատնեշ է ծառայել Քասախի կիրճը։ Կառույցների ներսում, վանքի տարածքում եւ պատմական գերեզմանոցում պահպանվել են բազմաթիվ քանդակազարդ եւ արձանագիր հուշարձաններ, խաչքարեր, տապանակարեր։ Պարսպից դուրս մուտքի մոտ երկարաստիճան պատվանդանի վրա կանգնեցված է բազմանիստ կամարաքանդակ հուշասյուն։ Պահպանվել են նաեւ շինարարական, նվիրատվական եւ այլ բնույթի 100-ից ավելի վիմագիր արձանագրություններ։ Հնավանդ մի ավանդազրույց է պահպանվել Հովանավանքի մասին։ Շատ դարեր առաջ թշնամական զորքն անակնկալ հարձակվում է գյուղի վրա, տարածում ավեր, մահ ու կողոպուտ։ Թշնամական զորքով օղակված գյուղի բնակչությունը հավաքված է եղել վանքի բակում։ Հրոսականներից կյանք եւ ազատություն աղերսելու փոխարեն նրանք խնդրել են, որ իրենց թույլ տան մահից առաջ մի վերջին անգամ աղոթքով դիմեն երկնային ամենափրկիչ Տիրոջը։ Բռնակալը համաձայնել է։ Մարդիկ հերթով մտել են եկեղեցի եւ գաղտնուղով, որը սկիզբ է առել խորանի աջ կողմում գտնվող ավանդատնից, իջել են Քասախ գետի ձորը։ Վերջինը վանքից հեռացել է ծերունազարդ վանահայրը, իր հետևից փակելով գաղտնուղու մուտքի սալաքարը։ Հայտնվելով ձորում, նրանք փրկվել են անխուսափելի մահից։